Կենտրոնի եթերը շարունակում է անցուդարձը, միասին ամփոփենք օրվա կարևոր իրադարձությունները Հայաստանից ու աշխարհից։ Բարի երեկո։ Հայաստանի ընդերքը ժամեր առաջ ցնցվել է սեյսմոլոգիական ցանցը, երկրաշարժ է գրանցել Մարտունի քաղաքից 8 կիլոմետր հարավ-արևելք, 10 կիլոմետր խորությամբ երկրաշարժը եղել է 2.7 մագնիտուդ, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-ից 4 բալ, ցնցումները զգացվել են Գեղարքունիքի մարզի Զոլաքար և Մադինա գյուղերում։ Ալեն Սիմոնյանը պնդում է, թե Արցախը հանձնել են Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը։ Նա ճեպազրույցում անդրադարձել է բազմաթիվ հարցերի, հավանական պատերազմից մինչև հիբրիդային պատերազմ։ Նաև հայտնել է, որ 43 համարի կոշիկ է հագնում։ Հայաստանի Հանրապետությունը տեղի ունեցող իրավիճակում, որտեղ հիմա մարդիկ կան, որ երրորդ համաշխարհային պատերազմ են ասում, իր դերն է բանանում։ Շորտ լավ չի, որ Հայաստանի Հանրապետությունը հիմա որևիցե process-ի մեջ, որտեղ պետք է մեր երեխաները զոհվեն, չկան։ Վատ է դա։ Ես Արցախը, ու ես չափ մասշտաբի մեջ ներողություն եմ խնդրում, Արծվիկ Մինասյանը չես գլխից, որ վերել էինք այստեղ վերևի Հայաստանի քարտեզն էին կպցրել, ասում էր մեջը Սևանի ջուր չկա, թարգեք այդ մա։ Արցվաշենը հարգելիս, ցավոքան, ես այս փուճուրիկը կտամ դու առանձին պահի քո մոտ, հենց ուզենամ ցույց տամ։ Հես Արցվաշենը կա։ Արցվաշենը խնդրում եմ ուշադիր եղեք։ Իսկ ինչի եք Արցախ ասում, ուզում եմ հասկանալ։ Ինչ հետաքրքիր է զուտ հետաքրքիր է։ Իսկ ինչի եք այդ դեպքում վազգում, երբ որ Հայաստանի Հանրապետության ինչ-որ տարածքներին ադրբեջանական անվանումներ են տա։ Ենթադրենք Սևանին ինչ-որ մեկը ինչ-որտեղ այլ անվանում է տալի, վատ եք զգում, ինչ եք վազգում։ Զուտ հետաքրքիր է։ Ես ակնաբար չեմ օգտագործել, աղդամ եմ ասել, հա, դա մեկ։ Երկրորդը ես դրա մասին 100 անգամ խոսել եմ, երրորդը սխալ եմ արել, հարգելիներս, որտեղ եղել եմ այդ նույն ձեր տրամաբանության մեջ։ Ձեր տրամաբանության մեջ եմ եղել, ոչ մի թիզականի տրամաբանության մեջ եմ եղել։ Հիբրիդային պատերազմի վառ օրինակ։ Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանը աղջիկները ինչ անում, մատակարարում Ադրբեջանի բանին, խնդրեմ։ Տարածված YouTube-ը չի։ Ադրբեջանի էլիտարի ծառայությունների համար։ Եվ բանը անչա, սենց հիմար բաներ են տարածում, բա հիբրիդային պատերազմը ոնց է լինում։ Նախ Ալեն Սիմոնյանի մասին երևի կոշիկի չափը մենակ դեռ չգիտեն, մնացած ամեն ինչ գիտեն, բայց դա արվում է դրսից, երբ որ նայում եք, 43 համար եմ հագնում։ Դա անում են, նայում ես որտեղից է գալիս, երևում է որտեղից է այդ լրատվամիջոցները։ Եթե նախկին նախագահները հանձնել էին Արցախը, այդ որտեղ էիք նուռը գրկած նկարվում, այսպես է ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանելյանն արձագանքել Ալեն Սիմոնյանին։ Այդ տխմարագույն թեզը, թե իբր նախկինում հաղթանակած նախագահները Արցախը իրենք են հանձնել, ախր կա պատմություն, չէ, կա իրավիճակ։ Արցախը Առաջին Արցախյան պատերազմի ժամանակ, երբ որ Ստեփանակերտին, արդեն Ստեփանակերտի մատույցներին էին հասել, այդ մարդկանց շնորհիվ, որոնք եւ այդ ժամանակ են իշխանություն եղել եւ դրանից հետո Հայաստանի Հանրապետությունում իշխանության ամենաբարձր օղակներում են եղել, այդ մարդկանց աշխատանքի, պայքարի, հերոսական ուղու շնորհիվ 12000 քառակուսի կիլոմետր տարածք է եղել։ Լեռնային Ղարաբաղի տարածքը, Արցախի Հանրապետության տարածքը։ Բայց որ տվել էին այդ որտեղ էին նուռը գրկած նկարվում ասում ախր իրենք օրվա մեջ 4-5 անգամ սխալվում են 4-5 անգամ սխալվում են քիչ չի ասում են մենք դες բան չենք ասել ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գրել է, եթե այս մարդն անգամ այն պրիմիտիվ բանը չգիտի, որ գլխարկը ներսում չեն կրում, ապա որտեղից գիտի, որ խաղաղություն է բերել։ Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ռուսական պարարտանյութ և հնդկածավար։ Ավելի վաղ Ադրբեջանի տարածքով տարանցիկ Հայաստան էր հասել ավելի քան 23,000 տոննա հացահատիկ և ավելի քան 700 տոննա պարարտանյութ։ Մոհամմադ Բաղեր Զոլղադրը նշանակվել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար։ Նախկին քարտուղար Ալի Լարիջանին զոհվել էր իսրայելա-ամերիկյան հրթիռային հարվածների հետևանքով։ Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում երևում է, թե ինչ վիճակում է Հորմուզի նեղուցը։
Իրանի հրթիռային հարվածից Թել Ավիվում շենքեր են վնասվել։ Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում փրկարարներն ու պարեկները քաղաքացիների օգնությամբ մեծ դժվարությամբ հանել են Սարից ձորն ընկած կնոջը, տուժածի ինքնությունը պարզվում է։ Միասին թերթենք մամուլի էջերը։ Հրապարակը գրում է, ՔՊ ուրախ ավտոբուսի վոյաժները պարզվում է ազդում են անգամ որոշ ՔՊ-ականների նյարդերի վրա։ Նույնիսկ նրանց, ովքեր այդ ավտոբուսի ուղևորներ են։ Մեզ բողոքեցին, որ իրենք ընդամենը որպես ֆոն բուտաֆորիա են ծառայում Փաշինյանի համար։ Նա գրեթե միայնակ է տանում քարոզարշավը, ինքն է որոշում, ում իր մոտ կանգնեցնի, նստեցնի, կանչի եւ այլն։ Շատերը հեռվից հետևում են նրա քաղաքացիների հետ հանդիպումներին, երբեմն անգամ ավտոբուսից չեն իջնում։ Ժամանակին սուպերլիդերությունը մերժող առաջնորդը միապետ է դարձել, որը գնահատում է այն Նազիր Վեզիրներին, ովքեր առավել ջանասիրաբար են կատարում ուսապարկի դերը եւ իր հրահանգները։ Հրապարակը նաև գրում է, վերջին օրերին, ինչպես հայտնի է, խորհրդարանի մշտական հանձնաժողովներում քննարկվում է կառավարության հնգամյա ծրագրի 2025 թվականի կատարողականը եւ կառավարության տարբեր ներկայացուցիչներ գալիս եւ հաշվետվություն է ներկայացնում օրենսդիրներին։ Որքան էլ զարմանալի է, բայց երեք տոտալ բոյկոտի մթնոլորտում են անցել արտաքին գործերի նախարարության մասին քննարկումները։ Այն պարագայում, երբ ՔՊ-ականներն իրենց քարոզչական գլխավոր թեզն են հռչակել խաղաղությունը, թե իբր այնպիսի հաջողակ արտաքին քաղաքականություն են վարում, որ կայուն եւ անշրջելի խաղաղություն են հաստատել։ Իհարկե, այդ խաղաղությունը գործում է միայն ՔՊ-ի իշխանության շրջանակներում։ Երեք Արարատ Միրզոյանի ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հաշվետվությանը բառի բուն իմաստով 3 ՔՊ-ական падգամավոր էր մասնակցում այն դեպքում, երբ նախկինում անգամ այդ հանձնաժողովի անդամ չհանդիսացող ՔՊ-ականներն էին ներկա լինում։ Գուցե այս կերպ փորձում են ցույց տալ, որ Արարատ Միրզոյանը չէ խաղաղության կնքահայրը, այլ Նիկոլ Փաշինյանը, սակայն փաստն այն է, որ Միրզոյանը ստիպված եղավ սպասել, որ նվազագույն թվով падգամավորները ներկա գտնվեն, քվորում լինի ու նոր նիստը սկսեն։ Ի դեպ նիստը վարող Մարիա Կարապետյանին լրագրողները հետ պահեցին կանոնակարգ օրենքը խախտելու գայթակղությունից։ Նա ուզում էր նիստը սկսել առանց քվորումի, բայց դիտողություններից հետո սպասեց մինչև ներկայանան։ Իսկ Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը նիստը սկսեց առանց քվորումի։ Ներկա էին նա, Սոնա Ղազարյանը եւ արտաքին գործերի նախարար Վահան Կոստանյանը։ Ժողովուրդը գրում է, իշխանության ներսում փակ քննարկումներ են անցկացվել երկու նախարարությունների հնարավոր վերամիավորման թեմայով։ Խոսքը վերաբերում է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության եւ առողջապահության նախարարության հնարավոր միավորմանը, որի վերաբերյալ ըստ նույն աղբյուրի արդեն շրջանառվում է ներքին նախագիծ։ Թերթի տեղեկություններով նախաձեռնության հիմնական ջատագովը համարվում է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, որը ձգտում է սոցիալական եւ առողջապահական ոլորտների կառավարման մոդելը կենտրոնացնել մեկ գերատեսչության շրջանակում իր ձեռքին։ Ըստ ժողովրդի աղբյուրների կարգի ներսում արդեն նկատվում է անհանգստություն հնարավոր կառուցվածքային փոփոխությունների շուրջ։ Խոսքը վերաբերում է հատկապես առողջապահության ոլորտում ներգրաված տասնյակ հազարավոր աշխատակիցներին, որոնք անհանգիստ են հնարավոր օպտիմալացումների հեռանկարով։ Նկատվում է անդիմության հայացքների աճ առողջապահության համակարգում, օպտիմալացման մասին լուրերի ֆոնին։ Մեզ փոխանցում են անհանգստությունը այն մասին, որ ոլորտի աշխատակիցների տասնյակ հազարավոր ձայներ իշխանությունները կկորցնեն նաև համընդհանուր ապահովագրության քաոտիկ ներդրման պատճառով, որը ոլորտը հասցրել է կոլապսի ու ամենուր բողոքներ են եւ պացիենտների եւ բուժանձնակազմերի կողմից։ Այս լարվածության մասին տեղեկությունները ըստ կառավարության մեր աղբյուրի քննարկման եւ վերլուծության առիթ են դարձել նաեւ կառավարությունում։ Հատկապես նախընտրական փուլում այս լարվածությունը ՔՊ-ին պետք չէ։ Պայթյուն է որոտացել Սևաստոպոլի բնակելի շենքերից մեկում կան մահացածներ եւ տուժածներ։ Մահաբեր ավիավթար Կոլումբիայում ռազմական օդանավի կործանման հետևանքով զոհվել եւ վիրավորվել են տասնյակ մարդիկ։ Հերկուլեսի 130 օդանավը վթարվել է թռիչքից կարճ ժամանակ անց Կոլումբիայի եւ Պերուի սահմանին։ Օդանավում եղել է 114 ուղևոր եւ անձնակազմի 11 անդամ։ Կոլումբիայի նախագահը հայտնել է, որ հոսպիտալացվել է 77 մարդ, տասնյակ մարդիկ դեռևս չեն հայտնաբերվել։ Դեպքի վայրում իրականացվում է որոնողափրկարարական աշխատանք։ Նախնական վարկածով սրահում բռնկված հրդեհի պատճառով պայթել է զինամթերքը։
Չինաստանում սոցցանցով հեռարձակման առաջին եթերի ընթացքում 39-ամյա կին է մահացել։ Նա առցանց հարթակում հագուստ էր վաճառում։ Տեղական լրատվամիջոցների տվյալով նա օրական 11 ժամ էր աշխատում։ Հետևորդներին բողոքել է սուր գլխացավից եւ կորցրել է գիտակցությունը։ Բժիշկները չեն կարողացել օգնել կնոջը։ Նշվում է, որ նա մահացել է ուղեղի արյան զեղումից։ Հետևեք անցուդարձին ամեն երեկո, կհանդիպենք վաղը նույն ժամին։